Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ազգային ժողովի падգամավոր մի քանի ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած բարեգործության, օրինակ անվճար լավաշ բաժանելու անվան տակ քողարկելու մասին։ Ընդդիմադիր падգամավոր Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին այսպես անվանում էր գող, կանտրաբանդիստ, կեղծ բարեգործ։ Եթե ես խափում եմ, շան տղալ եմ, թե ես լսում եմ, որս արել։ Ախուրյանում Սամվել Ալեքսանյանի հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում, այլ ստեղծված է կանտրաբանդայի մի բազմամիլիարդանոց մեխանիզմ քողարկելու համար։ Սա քիչ է, Փաշինյանը ազգային ժողովում Սամվել Ալեքսանյանին մատնացույց արեց որպես ծանր հանցագործ, մարդասպան։ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, ով ազգային ժողովի падգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ եւ այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ եւ այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա։ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի եւ ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է։ Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Շնորհակալություն։ Սամվել Ալեքսանյանն առևանգել է իր աշխատակցին, խլել բիզնեսները, գրեց Փաշինյանի թերթն ու ներկայացրեց սպանվածի պատմությունը։ Ինչ ունենք, ասես պետք է տակ վերցնեմ մեր ձեռից ու վերցրեց մարդը իրականում ինչ կա չկա։ Ձեզանից ինչա վերց, ինչ եք ունեցել։ Ուրեմն ես ունեցել եմ Բաբաջանան 97-40 ավտոմոյկա, կից ունեցել եմ Վարսավիրանոց Բաբաջանան 97-5, ունեցել եմ հացի փողրելի Բաբաջանան 96, ունեցել եմ ավտոտնակ եւ բնակարանած Բաբաջանան, ունեցել եմ փոքր բիզնես, այսինքն ունեցել եմ իմ ստեղծած, որը ես ստեղծել եմ իր մոտ աշխատելով, բանկերի տակից փող վերցնելով, ինչով մեր բանկի տակ եմ, Ալեքսանյանը ասաց սրանք սաղ պետք է տաս ինձ է։ Փաշինյանի իշխանության ժամանակ մարդասպան որակված Ալեքսանյանը դարձավ անձրևանոց բռնող։ Իսկ Փաշինյանը ինչպես միշտ գտավ արդարացում։ Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ եւ Հայաստանում կան չբացահայտված հանցագործություններ կային, որոնք բացահայտվում են, կան որ դեռևս չեն բացահայտվել եւ իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը։ Իդեպ ասեմ, Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրը չի, որտեղ լինում են չբացահայտված հանցագործություններ։ Ինքը ես ընդամենը կարամ ասեմ մեր ախպերն է ինքը։ Ուզում ա ցույց տա, որ ինքը մերը չի։ Բայց իզուր պետք է բաներ չեմ։ Մեր ախպերն է ինքը։ Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն է։ Ախպերություն, բայց Փաշինյանը մարդուն հանցավոր արարքների մեջ մեղադրելու, հետո նրան պաշտոն տալու բացառիկ տաղանդ ունի։ Եվ ուրեմն ապագա կա ապագա։ Վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գանջիրով Հովանյանի գործը, ով 2013 թվականին գտել են նրան կախված վիճակում։ Նախորդ օրը կամ նախորդ օրերին բացահայտ կերպով իր գործատուները խմբակային այս մարդուն ծեծել են, նվաստացրել են։ Էական չի ինչ պատճառով։ Հաջորդ օրը այդ մարդուն գտել են կախված։ Ու մինչև հիմա այս գործով ոչ մի մարդ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած քրեական գործի նյութերում քննիչը գրում է ծեծեցին է սարին, հետևից ընկավ, փախավ, պախվեց, վնասվածքներ ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ։ Հիմա եթե այս մարդու հարազատները մտնեն օրինակ Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք ահաբեկչություն է, չէ՞։
Փաշինյանի նկարագրած այս հանցագործները իր ձեռքով Արարատի համայնքապետ, Արարատի մարզպետի օգնական նշանակված Ասլան Ավետիսյանն ու նրա որդիներն են։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության տեխնացու առաջին համարով Ասլան Ավետիսյանն է, որը կներկայացնի ձեզ իր ծրագրերը կուսակցության ընտրվելու դեպքում, իր անելիքները։ Այս հանցախմբին, այս ԿՊ հանցագործների խումբը, Նիկոլի հանցագործ խումբը նշանակել է պաշտոնների։ Մասնավորապես մեծին Հովհաննես Ավետիսյանին, մեծ մարդասպանին, Արարատի մարզպետի օգնական։ Այսինքն, չգիտեմ, օգնում է ոնց սպանությունները կոծկեն, ոնց սպանեն, հետո ինքնասպանություն որակավորեն, չգիտեմ։ Մեծ հանցագործին, որ մի քանի աղմկարույց գործերով հայտնի է, Ասլան Ավետիսյանին, ոչ ավել, ոչ պակաս Արարատի համայնքապետ, այսինքն ուղղակի արարատցիների վրա ծիծաղում են, ավելի ուղիղ ասած, որովհետև մարդ, որ իրենից ոչ մի բան չի ներկայացնում, բերեն դնեն համայնքապետ, գոնե ձևական կողմը պաշտպանեք, սպասեք քրեական գործը իր հանգուցալուծումը ստանա, այս մարդիկ տեղից ազդում են վկաների վրա։ Ավետիսյանների քարի արտադրամասում աշխատող Գյանջիրովը քարի մի քանի ջարդոներ փորձել տանել իր բակի համար։ Տերերն իմացել էին, ջիպերով հետապնդել, հետո նրանք գտել էին ծառից կախված։ Գտել էին կախված վիճակում եւ քրեական գործը հարուցել էին ոչ թե որ մարդ է մահացել, այլապես կարող ենք մի հատ հասկանալ ինչից է մահացել, չէ որ ինքնասպան չեն լինում արյունոտված, արյունը միջև կոշիկի կրունկները լցված, ծնկները ծալված, թաթերը հետ, այսինքն որ իրան արդեն sense քաշ տալով բերել են այդտեղ, կքան նստած, աչքերը փակ, բերանը փակ, առհասարակ կախված մարդը բոլորիս էլ գոնե ֆիլմերից հայտնի է, որ լեզուն բերանի մեջ ուռում է վերջի շնչից, աչքերը դուրս է գալի բնից, ոչ մի հատկանիշ չկար ու շատ կարևոր հանգամանք է, որ պարանը մշտապես եթե ինքնասպան է լինում, եթե ընդունենք, որ մարդը ինքնասպան է եղել, հանգույցը հետև ծոսրակի դիրքին է համապատասխան, մեծ դեպքում ավելի մոտ էր դնչակի մասին ու ավելի թույլ էր ինքը։ Աչքի տակի կապտուկներ, քթի կոտրվածքը, պարանոցի, ոտքերի հատվածի ինքնասպան լինող մարդը չէր կարա այս կարգի վնասվածքներ ունենալ, էլի, մի քիչ աբսուրդի ժանրից է քթի կոտրվածքը, այսինքն ինքնասպան ալնում, քիթը պիտի տենց լինի, աչքերը, քունքը, այսինքն որտեղից ծառը ինք ասում է ծառի հետ համահարվածելով ամբողջ մարմինը քերծվել է, առանձնապես մի ծառը բարձրանում ու ճյուղ էր թեքվում։ Իմ հայրս այնքան ուժեղ մարդ չէ, որ ինքնասպան կլիներ, եւ հետո ինքնասպան լինողը չէր մնա որոշակի ժամանակ 1 օր եւ հետո գնար ինքնասպան լիներ։ Այդ օրը հենց այդ հոգեճնշող իրավիճակում կարող էր նա ինքնասպանության գործել, գնար ու այն տարածքում, որտեղ մեզ հասու է, մենք ունենք որոշակի ծառերի հատված, որը մեր տան տարածքից է դուրս, հեռու, մենք ունենք բակ, որտեղ կար շատ հարմարավետ կախվելու տեղեր, ավտոտնակ, փոքր եղբայրս մահացած է եւ բարձր կամարով գերեզմանը շատ հարմար կախվելու տեղ եւ այնտեղ որտեղ որ ինքն է ծանոթ ավելի մոտ է ոչ թե մեր Արարատ քաղաքից հեռու, Արարատ գյուղից հեռու, Ավշար գյուղի տարածքում, ինչ որ անկապ Բեզալցականի տարածքին մոտ, ինչ որ մի փշատենու ծառից։ Այնքան է բարձր է, որ ժողովուրդը վախեցած իրանց տնելն է։ Ուրեմն մենք այդ ժողովրդին էլ առաջ ետին Ինչքան էլ ստե սարքենք, այդ ժողովուրդը եթե վախեցած էլ, այդ ժողովուրդը չի կարա գնա իր հայրենիքը պաշտպանել։ Ժողովրդին վախեցնելուց պաշտպանող Ասլանյանները իրենք են մահուչապ վախեցրել 70-անց մարդու։ Տեղակալը, պահակը եւ այլն բոլորը տեղյակ են եղել։ Կարող են ասել, չէ, չենք տալիս, ղեկավարին ասա կամ այդ ջարդոների կամազը 20000 դրամ արժեր այն ժամանակ, հիմա չգիտեմ։ Այդ 07-ի բեռնախցիկը ինչքան պիտի տաներ, որ գերազանցեր, չգիտեմ, 5000 դրամը ու էդի գողության փորձ համարվեր։
մի քիչ աբսուրդի ժանրից է, էլի, ու սկսել են ծեծել, ոնց որ Վազգեններ ասում, սունգայից սարքեցին իր գլխին։ Մենք այդտեղ չեն եղել Ասլանի տղաները, Նարեկ եւ Հովանես Ավետիսյանները։ Դրանից հետո հետապնդում են, այդ ընթացքում պապաս շատ վատ վիճակում էր։ Սոսկալի վատ չեմ ուզում հիշել, այդ դրվագները ինքը ուղղակի դողում էր։ Ու ծխում։ Հետապնդելուց հետո Գյանջիրովն ունենում է հեռախոսազանգ։ Ու պապան այլևս տուն չեկավ։ Ընդ որում, էլ պապայի հետևից էլ չեկան։ Փնտրել էին, գտել էին, տալ էին տարբեր տեղեր, որտեղ իր շոյերը փոշոտված էր։ Վարչապետ դարձած Փաշինյանը, երբ այցելել է Արարատ, Գյանջիրովի դուստրը փորձել է ժողովրդավար վարչապետի աչքերին նայել ու հարցնել. հանցագործներին պատժեցիր։ Մեզ բռնեցին եւ բերման ենթարկեցին, ասում եմ լավ, ուր հարգելիս, ասում եմ դե պետք չի էլի դու ստեղ մնաս վերևից ասեցին, վերևով է, մեզ Արարատից տեղափոխեցին վեդի, այստեղն է, այնտեղն է, ասում եմ հարգելիս, բերման ես ենթարկել, որոշումը ցույց տուր, միգուցե մոտատումային ռումբ ա եղել, վախեցել եք, հիմքը ասեք, ասում դե թող գա մարդ կար այնտեղ կներեք, որ ասում եմ, ռադը քաշի գնա կգնաս, էլ հիմա մեր վրա չէ պետք է, այսինքն մեզ մեկուսացնելով մեր նմաններին, իրանք ռեյտինգ են հավաքում։ Եթե դու ժողովրդավար մարդ ես, կողի սենց այն փախած գյուղերից կներեք բառիս համար մի երկու անլվայի, որ պիտի բերես ասեն, վայ, մեր փրկիչ, մեր վարչապետ, չգիտեն էլ ով, այնքան որ կոստյումով մարդ են տեսել, ուրախանում են վրան, չգիտեն էլ ինչի մասին են խոսում, փրկիչ ով է, որտեղից ծլես, թող մարդիկ մի հատ օբյեկտիվ եղի, մարդիկ մոտենան քեզ, ոչ թե դու պահի քո այտենց շարասյունը գա, քեզի պաշտպանի Նիկոլական են սենց համայնքապետի բան են ծանոթ բարեկան են սովորացած, վայ վարչապետ ջան են իբր պատական անկյունից հելա, փողոցի անկյունից էլ, թող մարդիկ իրոք քեզ մոտենան, էս է Նիկոլի իշխանությունը, գնացել ենք որ տետատետ տեսնեմ ասեմ Նիկոլ Փաշինյան, դու այն մարդն էր, որ ազգային ժողովի բարձր ամբիոն օգտագործում էր լսարանի համար, ձայներ կորզելու համար, որ ապագայում գա սենց խաբեությամբ, դե ինքը ծայրահեղ պոպուլիստ է։ Գաս ձայներ կորզես ու ասես գիտեք ինչ կա, այդ տեսեք մարդասպաններ են, ինձ հենց հասնում է դրան բանը, գալիս հանցագործ մարդասպաններ մի ամբողջ կույտ նշանակում է պաշտոններին, սրանցից ինչ երկիր պահել, սրանք մի սպանությունը բռնում են ավելի, չգիտեմ, ծաղկացնում են, եթե դու մարդ ես սպանել, դու արժանի ես քաղաքապետի, համայնքապետի, մարզպետի օգնականի, Գյանջիրովին ինքնասպանության հասցնելու դեպքով գործը հարուցվել է, մեղադրյալները կան, բայց պատիժը չի լինում։ Ամբողջ քրեական գործեր այս պահին ՀԿԳ վարչությունում է, ինչ են անում ոչ մի բան, կատարյալ ամենաթողություն, Նիկոլի պատվերն է։ Այս գործը սենց արեք, հիմա մի հատ դրոշով մեկին տեսնեն, հատկապես Արցախի դրոշով, ջանները փշաքաղվում է, կգան 700 հոգով, բերետներով, ավտոբուսներով, այս խեղճ հարիվին կտանեն ոչ մի բանի համար, ինքն էլ չի իմանա ինչ եղավ։ Բայց ամբողջ սպանությունը եղել է, բերես նրանց պաշտոններ ես տվել։ Ժամանակին Փաշինյանին աջակցած Գյանջիրովի դստերը հարցրեցինք. հիմա երբ տեսնեիք Փաշինյանին, ինչ կասեիք։ Ես այնքան եմ ատում հիմա որ ասեցիք մտովի պատկի ասեցի եթե հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին նողկանք եմ ապրում դժվար թե կարողանամ բառերս նենց ճիշտ դասավորեմ որ ասեմ այն ինչ որ մտածում եմ մարդը այնքան ստոր տղա մարդը այնքան ստոր չի լինի որ իր խոսքից հետ կանգնի հայտարարում ես արա, եթե այնքան չկաս, որ մի բան ես հայտարարում, ուրեմն լավա լռելը։ Ես քեզ ունեմ ասելիք, որ դու կատարյալ ստախոս ես։ Դու այնքան պրիմիտիվ ստախոս ես, որ այս մեծ բաները, որ հանրային մեծ հնչեղություն ունի, գոնես էլ չես կարող ասես նախկինները հանձնեցին։ Ասենք օրինակի համար, էլի։ Եկելա ինչ արել, չեն արել, իշխանությունը քոնն է։ Թուղթնել է քոնը, գրիչնել է քոնը, այսինքն մի մարդ, եթե ԲԴԽ նախագահ կամ պաշտոնյաներ SMS-ով ազատում, ես քննիչից ու Աննա Վարդապետյանից օրինական հիմունքներով մի բան ստանալ, դա երազանք է ուղղակի։ Երազանք էր Փաշինյանի խոստացած արդարադատությունը, ժողովրդավարությունը, Արցախի ինքնորոշումը։ Իսկ ինչ ունենք այսօր, մեկնաբանությունը թողնում ենք ձեզ։ Ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը,
Հայկական հեղափոխության արդյունքը ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր առավել քան երբևէ մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը։ Ռիփսիմե Ջեբեջյան, Նարեկ Ավագյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։